Հավատքիս առաջին քայլերին Սուրբ Հոգու ստրտմամբ հյուր էի գնացել հարազատիս տուն, Աստծո լույսը նրանց հասցնելու նպատակով։ Գիշերը Սուրբ Հոգիս աղոթք էր անում, Աստծո պաշտպանությունն էի խնդրում հարազատիս ընտանիքի համար և հանկարծ մի տեսիլք տեսա։ Խավար մութ, սև թանձր ամպի նման տարածվեց մերոնց գյուղի վրա և նաև հարվածեց հարազատիս տանը։ Ես այդ պահին ոչինչ չհասկացա։ Առավոտը արթնացա և շատ սարսռալի լուր ստացանք։ Հարազատիս գյուղում այդ գիշեր 3 տարբեր ընտանիքներում երիտասարդ մահ էր եղել։ Խավարի հարվածը, որ տեսել էի աղոթքիս ժամանակ տեսիլքով, նույնպես զարկել էր, սատկացրել էր մերոնց կենդանիներից մի քանիսին։ Ես այն ժամանակ տակավին նորադարձ էի, շատ ցնցված էի կատարվածից։ Տերը իմ բարեխոսության շնորհիվ պաշտպանել էր հարազատիս ընտանիքի անդամներին։ Իհարկե ցավալի էր այն 3 երիտասարդների կորուստը, բայց ես շնորհակալ եղա Աստծուն, որ մերոնց պահել էր խավարի հարվածից։ Մի բան պարզ ու հասկանալի դարձավ ինձ, որ եթե ես այն օրը չգնայի մերոնց տուն, ինչը այնքան էլ հեշտ չէր այդ տարիներին, քանի որ տրանսպորտ գրեթե չկար, ցանկացածդ ուղղությամբ ես էլ այդ պահին փոքր երեխայի հետ, 3 տարեկան աղջնակիս հետ, դժվարությունները հաղթահարելով գնացել հասել էի Աստծո կամքը կատարելու համար։ Չարիքը հարվածելու էր իմոնց տանը, բայց Տերը իմ միջոցով իր Սուրբ Հոգին ներկա էր մերոնց տանը և չարի ծրագիրը խափանվեց։ Փառք, փառք, փառք Հիսուսիս։ Փառավորվի մեր Աստված։ Շնորհակալ եմ ամեն հրաշքների համար, որ Տերը արել ու անում է իմ զավակների և իմ բոլոր հարազատների կյանքում, նույնպես իմ ճանաչած մարդկանց կյանքերում, ում համար որ հաճախ Տերը աղոթք է տալիս իր Սուրբ Հոգու միջոցով, և ես խոնարհվելով իր կամքին աղոթք եմ անում և ստանում եմ այդ աղոթքների պատասխանները։ Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Ամեն, ամեն, ամեն։